Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարանում քննչական գործողություններ են իրականացվել, հայտնել է քննչական կոմիտեն ու նշել, որ գործողությունները կատարվել են հարուցված քրեական բարույթի շրջանակներում։ Մինչ քննչականի պաշտոնական պարզաբանումը Հայկ Դեմոյանը տեղեկացրել էր, որ իրավապահներն իր բնակարանում խուզարկություն են անում առանց իր ներկայության։ Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակներում է արվել խուզարկությունը եւ ինչ են փնտրել քննիչները Դեմոյանի տանը։ Հայկ Դեմոյանը երկար տարիներ ղեկավարել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտը։ Իշխանական թևը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արժանացել են մարդկային եղբայրության Զահեդ մրցանակի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը նախաստորագրելու համար։ Մրցանակը Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին Աբու Դաբիում։ Հայաստանի վարչապետի որոշմամբ Հայաստանի ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության ղեկավար, իսկ փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուրյանը նշանակվել է հանրապետության ոստիկանապետ։ Դատարանի որոշմամբ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է։ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ եւ հանրապետությունից բացակայելու արգելք։ Մասիսի նախկին քաղաքապետը դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար։ Հայաստանի կենտրոնական բանկի որոշմամբ ապրիլի 15-ից շրջանառությունից դուրս կգան 1999 թվականից մինչև 2015 թվականը թողարկված 1000, 5000, 10000 եւ 20000 թղթադրամները։ Ապրիլի 15-ից հետո խանութները, դեղատները եւ սպասարկման այլ կետերը իրավունք չունեն ընդունել այդ թղթադրամները։ Թեև այս թղթադրամներով այլևս հնարավոր չի լինի առևտուր անել, քաղաքացիները կարող են դրանք փոխանակել բանկերում, եթե դրամները պահպանել են իրենց տեսքը եւ համապատասխանում են փոխանակման կանոններին։ Կենտրոնական բանկը հայտնել է, որ բոլոր հավաքված հին թղթադրամները անկախ դրանց վիճակից ենթակա են ոչնչացման։ Մասնագետները նշում են, որ թղթադրամները ունեն պատմամշակութային արժեք եւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դրանք պահել որպես հիշատակ կամ կոլեկցիոն նմուշ, պետք է իմանան, որ ապրիլի 15-ից հետո դրանք կունենան միայն հուշանվերային նշանակություն։ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների հարազատները շարունակում են պահանջել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայանան դատարան հարցաքննության։ Այս մասին հայտնել է նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը դեպքի 3-րդ տարելիցին նվիրված ասուլիսի ժամանակ։ 2023 թվականի հունվարի 19-ին ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպամ բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո երբ կրակն իրեն է անցել, ինքնապաշտպանական բնազդով բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ։ Սպես ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է Զորամասի կացարանի ուղղությամբ։ Փաստաբանի խոսքով ուսումնասիրել են դեպքի հետ կապված բոլոր մանրամասները, մասնավորապես վարչապետ Փաշինյանի դիտարկումները եւ պաշտպանության նախարարության զեկույցները։ Թե վարչապետը, թե պաշտպանության նախարարը կարող են անհրաժեշտ լինել գործի ճշմարտության վերջնական բացահայտման համար։ Հարցին, թե արդյոք գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը վախենում է խոսել եւ բացահայտել ճշմարտությունը, փաստաբանն ասել է. «Մեջբերում Եղիշեի անունից չեմ կարող խոսել»։ Ինձ տարբեր խողովակներով հասկացնում են, փորձում են հաղորդել, փոխանցել, որ Եղիշեին վախեցնում են, Եղիշեն, չգիտեմ, բան է ուզում ասի, չի կարող, Եղիշեի ընտանիքի հետ կապված խնդիրներ կա։ Ես էլ հիմա ասում եմ, եղբայր, եթե բան կա ասելու, եթե ինչ-որ ճշմարտություն կա, ինչ-որ բան կա թաքցված, որ դուք ուզում եք լույս սփռել, ոչ մի բան ձեր կյանքից թանկ չի։ Ասեք կամ միջնորդավորված ներկայացեք, ես երաշխավորում եմ։ Մեր ձևով շարժման 3 անդամներ միասին կուսակցություն են գրանցել Ուժեղ Հայաստան անվանումով, գրել է Civilnet-ը։ Շարժման մամուլի խոսնակը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, թե հենց այդպես է կոչվելու մեր ձևով շարժման հիմքի վրա ստեղծվելիք կուսակցությունը։ Խոսնակն ասել է, որ Կարապետյանի գլխավորած ուժը նպատակ ունի երկրում իրականացնել որակական փոփոխություններ։ Ըստ նրա, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լիարժեք ներգրավվել քաղաքական գործընթացներում։ Խոսնակը նաև հայտնել է, որ կազմակերպչական աշխատանքները արդեն ավարտական փուլում են եւ առաջիկայում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը հանրությանը կներկայացնի իր հստակ օրակարգն ու Հայաստանի զարգացման տեսլականը։ Ապահովել իր ընտանիքը։
Երևանի Մանրացիա Սեբաստիա համայնքում մեր ձևով շարժման գրասենյակի բացման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է մի նախագիծ, որը կարող է փոխել տասնյակ հազարավոր մարդկանց կյանք։ Կարապետյանը առաջարկել է փոքր բիզնեսներին ամբողջությամբ ազատել հարկերից, ընդգծելով, որ մեր երկրում 60,000 փոքր ընկերությունների վճարացարկը երկրի բյուջեի ընդամենը 2%-ն է։ Այդ բյուջեի 2%-ը մենք հաստատ շատ տեղերից կգտնենք, բայց մարդկանց բոլորին հարկել, հենց հիմա Մալացիայում բազմաթիվ խանութներ, շուկայի վաճառողներ, բոլորին հարկելով, թույլ չտալով, որ նրանք տան հացի համար են աշխատում, որ իրենք դառնան միջին ընկերություն, նոր սկսել հարկել։ Փոքր ընկերություններին այդ 2%-ը բյուջեի մենք 100%, 2%-ից ավել էլ ուրիշ տեղից կգտնենք։ Փոքր բիզնեսը Հայաստանում պետք է չհարկվի։ Բացի հարկային արտոնություններից Նարեկ Կարապետյանը Մալաթիայի բնակիչներին խոստացել է լուծել սոցիալական ամենասուր խնդիրներից մեկը։ Այս շաբաթ շարժումը կներկայացնի մատչելի բնակարանների ծրագիրը, որը թույլ կտա երիտասարդներին ձեռք բերել բնակարան։ Կարապետյանի խոսքով հենց բնակարանի բացակայությունն է հետաձգում երիտասարդների ամուսնությունը։ Հայաստանում պետք է երկրի ղեկավարը գիշեր-ցերեկ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի աշխատատեղերը շատ լինեն, մարդը ինքը ընտրի, ուր է գնում, ինչ աշխատավարձով է գնում, որ երիտասարդները հնարավորություն ունենան, ով ուզում է ձեռներեցությամբ զբաղվի, ով ուզում է աշխատանքի անցնի ինչ-որ տեղ։ Սա է ճանապարհը։ Նորմալ երկիր ունենալու համար մենք շատ բան չենք ուզում։ Ոսկե սարեր խոսք չենք տալի, աշխարհի երկրների կեսը ճամփեն անցել է։ Իրանում համացանցի ամբողջական հասանելիությունը կվերականգնվի մինչև ուրբաթ, հայտնել է երկրի նախագահի օգնականը։ Հասանելի է SMS հաղորդակցությունների ծառայությունը, որոշ օգտատերերի մոտ նաև համացանցը։ Իրանում զանգվածային անհնազանդությունների դադարին զուգահեռ հաքերները կոտրել են պետական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումները և ցուցադրել գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին տապալելու մասին գահընկեց շահի որդի Ռեզա Փահլավիի կոչը։ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալով կան զոհեր և վիրավորներ, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Տեղական լրատվամիջոցները չեն բացառում ահաբեկչական հարձակման վարկածը։ Հնարավոր է այն իրականացրել է մահապարտ։ Հարավային Աֆրիկայում դպրոցական ավտոբուսը հարվածել է բեռնատարին և հայտնվել է ճանապարհի երթևեկելի մասից դուրս։ Վթարի հետևանքով զոհվել է 13 աշակերտ։ Միկրոավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել իր առջևից ընթացող մեքենան և չի նկատել հանդիպակաց բեռնատարը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Գրենլանդիայի հարցով դաշնակիցներին երկխոսության կոչ է արել։ Լոնդոնը մտադիր է ամուր հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ, ասել է Սթարմերը։ Միևնույն ժամանակ նա քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասելով, որ դաշնակից երկրների դեմ մաքսատուրքերի կիրառումը միանգամայն սխալ է։ Սա տեղի է ունեցել Սպիտակ տան ղեկավարի սկանդալային հայտարարությունից հետո, ըստ որի 25% մաքսատուրք կգանձվի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքների համար։ Եթե Եվրամիությունը համաձայնի, որ ԱՄՆ-ն գնի Գրենլանդիան, այն աղետալի ազդակ կլինի Ուկրաինայի համար։ Ըստ The Guardian պարբերականի, եթե միությունը չկարողանա պաշտպանել իր անդամի ինքնիշխանությունն արտաքին ճնշումներից, դա ուկրաինական իշխանություններին ցույց կտա, որ իրենք չեն կարող հույս դնել Եվրամիության աջակցության վրա։ Լատվիայի նախկին վարչապետ Գրիշյանիս Կարինչն ասել է, որ Եվրամիության այս կախվածությունը ԱՄՆ-ից ստիպում է եվրոպացի առաջնորդներին զերծ մնալ Վաշինգտոնին քննադատելուց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի զինծառայողները ժամանակից շուտ են դուրս եկել Գրենլանդիայից առանց որևէ բացատրության։ Օրեր առաջ նրանք ժամանել էին Արկտիկա մասնակցելու զորավարժանքների։ Սուրբ Հայտնության օրը Ռուսաստանում տասնյակ մարդիկ մտել են սառցե ջրի մեջ։ Ավանդական արարողությանը մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս արարողությունը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը։